Փաշինյանն ասում է, որ վստահ է 2026 թվականին կստանա ժողովրդի բավական քվեն և կշարունակվի իր իշխանությունը, որովհետև իր իշխանության և ժողովրդի միջև առկա է օրգանիկ կապ։ Այդպես է, ձեր և ՔՊ իշխանության միջև օրգանիկ կապ նկատել եք։ Ոչ մի բանին էլ չենք հավատում։ Ինչ են անում։ Հիվանդայից մարդը 30 տարի ինչ են անում։ Ոչ նպաստաստանը, ոչ թոշակաստանը, ճով ապրի այս մարդը։ Իրանք մենակ իրանք քպականներով իրանք փող են տալի, իրանք թոշակ չեն ավեցնում, բան չունեն, ոչ բան չունեն, ինչ ունեն։ Դժգոհ եմ այս կառավարությունից։ Ակտի կապ չկա, ինչ կապ դիլի։ Որ կապել է ձևի սաղ, ինչ կա չկա, այդ թանկացնամա բանանով ժողովրդը լեցել փող չունի, ջեկը մտահարկա, ինչա, սաղ ավելացնամա, դա ժողովրդին օգուտ է, ժողովրդը լեցել չունի, վնասները տալիս ասմա, հետ կերլիք ինչ անում ասմա, ժողովրդի անունից եմ անում, բայց ժողովրդը սաղ իրարացների դեմա, ասինքն ավոց ասած, իրա խելքով չշարժան, ինչ ասում են անում էլի։ Որպես վարչապետ ես ինքա կաման քաշած մարդը, կյանքցած մարդը միամիտ մարդ չի, բայց իր քայլերը հեշտ վեգան չի, ասենք որ մի կերպ եմ օրվա հաց անեմ, էլ ինչ կապը կա։ Առայժմ չեմ զգում, հետո կարող է։ Փաշինյանը զգում է, որ ինքը ժողովրդի կողմից հարգված չի։ Ժողովուրդը իրան չի հարգում։ Մի մասն է ժողովրդի Փաշինյանն է հարգում։ Իմանում եք։ Եվ դրա համար ժողովրդի հետ ուզում է շփվի, ուզում է շեշտակի ժողովրդի քարտիքը փոխի իր նկատմամբ։ Ես չէի ասի, որ նորից ինքը պետք է ընտրվի։ Միթե ժողովուրդը մենք, մեր ժողովուրդը չի տենում, որ Փաշինյանի աբյոմը լրիվ վերջացել է։ Նա ինչքան աբյոմ ուներ են ուղիղ մեջ, լրիվ օգտագործեց շատ բաներ Հայաստանի համար, ես չեմ ուրանում, բայց այլևս նրա աբյոմը պակասում է, դա չի ընտրվելու։